Եթե Փաշինյանին չճանաչվող մեկը լսի նրա ելույթը Եվրոպական խորհրդարանում, կկարծի, թե թշնամի պետության ներկայացուցիչն է խոսում ու քննադատում հայ հոգևորականներին։ Խաղաղության դեմ տարվող այս process-ում որոշ հոգևորականների ներգրավվածության թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի, թե ինչպես են այդ հոգևորականների էմիսարները եւ նրանց հետ փոխկապակցված որոշ լոբիստական կազմակերպությունների ներկայացուցիչներ Եվրոպական խորհրդարանում եւ միջազգային հեղինակավոր այլ կառույցներում փորձում տարածել, թե Հայաստանի կառավարությունը սահմանափակում է խղճի ազատությունը, թե Հայաստանում բռնապետություն է հաստատվում, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ։ Դժվար թե աշխարհում լինի մի երկրի ղեկավար, որը ունակ լինի սեփական ժողովրդի որոշակի հատվածներին Եվրոպայի խորհրդարանի ամբիոնից սևացնել, զրպարտել, վարկաբեկել, մերկապարանոց մեղադրել, այլ կերպ ասած սեփական ձեռքերով ցեխոտած լվացքը ցուցադրել ամբողջ աշխարհին։ Բայց Փաշինյանն այստեղ էլ գերազանցեց ինքն իրեն։ Որոշ հոգևորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգևոր բարևարկության բոլոր կանոնները, այդպիսով իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար, իդեպ նրանցից ոմանց ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով, ահա այդ հոգևորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը, իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելարուսամետ օլիգարխների եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Եվրոպացիները չգիտեն, որ Հայաստանում իշխանությունները հակաեկեղեցական հալածանք են իրականացնում, որ հանձինս հոգևորականների ունենք քաղբանտարկյալներ, որ հայոց կաթողիկոսին արգելված է դուրս գալ երկրից։ Էստեղ են ասել, սելի փոխարեն սելվորն է ճռռում։ Հայաստանի պետական սահմանները խախտողը, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հարյուրավոր կիլոմետրեր նվիրողը ազատության մեջ է ու դեռ մեղադրում է հայրենիքը թշնամուն հանձնողի դեմ պայքարողներին։ Մեր եկեղեցու փաստացի պետի քաջալերմամբ arczepiskoposներից մեկը Հայաստանում շարժում էր սկսել պահանջելու համար ոչ միայն չիրականացնել սահմանազատում, այլև ըստ էության ակտիվացնել Ղարաբաղյան շարժումը, ասել է թե կոնֆլիկտը։ Տասնյակ հազար քաղաքացիներ տրվելով բարձրաստիճան հոգևորականների եւ նրանց աջակից ընդդիմադիր ուժերի կողմից իրականացվող ապատեղեկատվության արշավին, ովքեր պնդում էին, թե Հայաստանի կառավարությունը պատրաստվում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ եւ դրանցում գտնվող հնամյա եկեղեցիներ ու բնակավայրեր զիջել Ադրբեջանին, դուրս էին եկել փողոց։ Իր ղեկավարած երկրում իր վարած քաղաքականության դեմ բողոքի, ընդվզման ցույցերը ճնշելու, քաղբանտարկյալներով լցնելու մասին ոչ մի խոսք։ 2024 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մենք հասել էինք Հայաստանի պետականության եզրին, ու եթե 2024 թվականի ապրիլին մենք չկայացնեինք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը մեկնարկելու որոշում, Հայաստանի Հանրապետությունը այսօր կլիներ ոչ թե անկախ պետություն, այլ առավելագույնը արտաքին կառավարման ներքո գտնվող տարածք։ Չհիմնավորված մերկապարանոց զրպարտությունների, ամոթալի մեղադրանքների տարապ, կլյաուզաներ իբր հայ եկեղեցին պատերազմի կուսակցություն է, իշխանությանը հակադրվողները ռուսամետներ են, ընդդիմադիրները պատերազմի կողմնակիցներ են։ Փող տվեք, որ արցախցիներին պահեմ Հայաստանում, վերադարձի իրավունքի էջը ընդմիշտ փակեմ։ Մեր կարևոր խնդիրներից է նաև այն, որ փախստական դարձած Ղարաբաղցի մեր քույրերի եւ եղբայրների էմոցիաները չշահարկվեն նրանց սին հույսեր տալով։ Մեր ռազմավարությունը այս հարցում շատ հստակ է։ Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4886 ընտանիքներ այս պահի դրությամբ։ Մենք մեր միջազգային գործընկերների հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղությանն ամրապնդման ուղղված այս խնդիրը լուծելու համար։
Փաշինյանը խոստացավ, որ մինչև թրիփն իրագործվի, Հայաստանի միջով ճանապարհ կտա Թուրքիային եւ Ադրբեջանին։ Արչեվում ընտրություններ են։ Արցախը ճանաչեցի Ադրբեջանի մաս ու ամբողջությամբ նվիրեցի։ Հայկական երկու պետություններից այս դեղին բրոշը թողեցի։ Ժողովրդին վախեցրել եմ, եթե ինձ չընտրեք, պատերազմ կլինի։ Ձեզ էլ վախեցնեմ, էլ ինչ անեմ, մի բան արեք վերընտրվեմ, մեծարգո եվրոպացիներ։